Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում դերասանուհի Սոֆիա Պողոսյանն է։ Ողջույն, Մեդիահաբի եթերում իմունիտետն է։ Ես ինչպես միշտ Ռոզի Ավետիսովաց։ Իսկ իմ տաղավարում է այսօր դերասանուհի Սոֆիա Պողոսյանը։ Սոֆիա, ողջույն։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ հրավերս չմերժեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սոֆիա Պողոսյանը տարիներ առաջ Շանթ հեռուստաընկերության լավագույն նախագծերում էր, մեկնարկվում էին նախագծերը քեզնով, բայց հիմա կարծես թե նոր նախագծեր չկան, ավելի пассивացել ես եւ հիմնականում հայտնվում ես այն նախագծերում, որտեղ պրոդյուսերը ամուսինդ է, Աշոտը։ Ինչու՞ չկան առաջարկներ, թե կան առաջարկներ, բայց դու ես մերժում։ Ճիշտ նշեցիք, ես երևի թե շատերի մոտ հիշվել եմ հենց Շանթ հեռուստաընկերության պրոյեկտներից, բայց ինչպես ասում են, ցանկացած բան ունի սկիզբ եւ ունի վերջ։ Այդ լավագույն ես գտնում եմ, որ այդ տարիները իրոք Շանթ հեռուստաընկերության լավագույն պրոյեկտների շրջաններ եւ ես համարում եմ ինձ բախտավոր լինել այդ շրջանի ամենապահանջված դերասաններից պրոյեկտների, սերիալների գլխավոր հերոսուհին։ Դրանից հետո Եվ մեր կյանքում բան փոխվեց եւ գործնականում զուգակցված, այսպես ասեմ, փոխվեց եւ հետո ահագին երևի մի 8 տարի աշխատեցի հավերժ ոչի մնալու հեռուստաընկերությունում հետո արդեն հիմնեցինք մեր production-ը, եղավ առաջարկ, ներգրավեցինք համատեղ իրար միասին սկսեցինք այդ գործունեությունը Աշոտի հետ, արդեն մեր նախագծերը սկսելու ես թեև հանդես էի գալիս որպես դերասանուհի, բայց բնականաբար միասին աշխատանքը շատ էր Աշոտի համար էլ քանի որ սկիզբներ եւ որպես ռեժիսոր եւ որպես պրոդյուսեր միասին աշխատանքը շատ էր եւ անձնային հարաբերություններում էր դա մի նոր этап իրար նոր տեսանկյունից ճանաչելու եւ գործնական այդպես պարզապես ինչ որ մի պահից Շանթը մնաց անցյալում եւ մենք տեղափոխվեցինք արդեն մեր նոր production եւ հետո հիմա հեռուստատեսությունը կարծես մղվել է արդեն երկրորդ պլան եւ քանի որ առաջ են եկել նոր հարթակները հանձինս մասնավորապես Armflix հարթակի, որը հայկական Netflix-ն է, այսպես ասած, երևի այդ իսկ պատճառով շատորը սպասում են տեսնել հեռուստատեսային նախագծերում, իսկ հեռուստատեսությամբ շատ սերիալներ ավելի ուշ են եթեր մտնում կամ կարող է նույնիսկ եթեր չգնա, եւ եթե չունենան այդ հավելվածը մարզերում կամ այն մարդիկ ովքեր չունեն տվյալ հավելվածը բաժանորդագրված չեն այս դեպքում։ Այդ դեպքում չեն տեսնի, բայց այս նոր սերունդը բոլորը հետևում են, գիտեն, այսպես։ Կա նաև այսպիսի կարծրատիպ, շատ եմ նկատել, այն մարդիկ, ովքեր ինչ-որ երկար ժամանակ աշխատելուց հետո հիմնում են իրենց production-ը, այլ թիմերի կողմից, այսպես ասած, այլ production-ների կողմից չեն ստանում հրավեր։ Այսինքն գուցե դիտարկում են այդ մարդկանց այնպես, որ եթե ունի իր production-ը, ապա չի համաձայնի գա մեր հետ աշխատի, կամ չգիտեմ, գուցե մի այլ տարբերակ կա, որը որ ես չգիտեմ, գուցե դուք ինձնից լավ իմանաք։ Դրա հստակ պատասխանը անկեղծ ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ ինչպես շատ երևույթներ Հայաստանում կարծրատիպային են, նույնը դա է եւ դերերի հետ կապված, եթե մի կերպարի մեջ ես հետո արդեն չեն տեսնում, չեն պատկերացնում քեզ ուրիշ կերպարի մեջ հիմնականում այդպիսի դերեր էլ առաջարկում են, նույնիսկ հեռուստաընկերություններին է դա վերաբերում, երևի դուք էլ առնչված կլինեք այդ խնդրին։ Տարիներ առաջ նույնիսկ կար պայմանագրով չէր թույլատրվում ուրիշ տեղ նկարահանվել, այսպեսի սահմանափակումներ։ Հիմա կարծես թույլացել է այդ ճնշումը։ Այո, եւ մենք այդ ակտիվ պայքարողներից էինք անկեղծ ասած, որ ես եւ Աշոտը, որ վերջապես այդ դիկտատորական վիճակը փոխվի հեռուստաընկերություններում եւ դերասանը չլինի ինչ որ մի հեռուստաընկերության սեփականությունը, եթե չես համարվում դեմք եւ համապատասխան չես վարձատրվում, ինչպես աշխարհում է։ Եթե անգամ համարվում ես դեմք, ցանկալի է, որ դու համապատասխան վարձատրվես դրա համար։ Կամ գոնե պետք է իմանաս նախապես դրա մասին գոնե, ոչ թե հետո։ Այսպես շատ խնդիրներ կան, բայց համակերպել ենք արդեն այսպես ասեմ եւ ոչ թե համակերպվում ես, այլ փորձում ես դու ինչ որ մի բան փոխել, ոչ թե սпасել, որ այդ ոլորտում։ Այո։
Ձեր production-ը հենց հիմնվեց հենց այդ գաղափարով, որ ինքներդ ինչ-որ բան ստեղծեք եւ լինեք այն նախագծերում կամ զբաղվեք այն նախագծերով, որոնք ինքներդ եք ուզում, դա է հիմնական պատճառը։ Թե կային էլի այլ պատճառներ, օրինակ նաեւ դա մեծ եկամուտ է նաեւ բերում, հա, ֆինանսապես է փոխում ձեր կարգավիճակը։ Դա իր հերթին իհարկե, բայց շատ բան ինչ մեր կյանքում ինչպես ընթացել է, դա էլ է եղել, այսպես ասեմ, ճակատագրի բերումով եւ ոչ նախապես պլանավորած գործունեություն եւ բիզնես ծրագիր, այսպես ասեմ։ Այդ ընթացքում ես էլ Աշոտն էլ արդեն մեր հիմնական նախագծերը ավարտել էինք եւ Շանթ հեռուստաընկերությունից դուրս էինք եկել, երբ եղավ առաջարկը Նոր Հայաստան հեռուստաընկերության կողմից պարոն Օլախչյանի նկարվելու միասին համատեղ մի սերիալում եւ հետո շատ մեզ համար շատ անսպասելի եղավ առաջարկը, քանի որ նա այստեղ չի, Հայաստանում չի պարոն Օլախչյանը եւ չէր կարողանում անձամբ հետևել ընթացքին եւ անմիջական ներգրավվածություն ունենալ հարգանքները եւ շնորհակալություն, որ վստահեց, կարելի ասել, անծանոթ մարդկանց այդ պատասխանատվությունը, առաջարկ եղավ զբաղվելու այդ process-ով նաեւ եւ ամեն ինչ այդտեղից սկսվեց, այսպես ասեմ։ Իսկ ինչ դժվարություններ կար եւ դու շեշտեցիր, որ մենք ինքներս մեզ էլ նոր կողմերից բացահայտեցինք այս process-ի ընթացքում, ինչ բացահայտումներ եղան, գուցե ինչ որ կոնֆլիկտներ, հա, ներքին, որտեղ միշտ հիմնականում երբ ամուսինը եւ կինը նույն տեղում են աշխատում, շատ անգամ նաեւ աշխատանքի բերումով ինչ որ կոնֆլիկտներ են լինում, որոնք գալիս են նաեւ տուն ձեզ հետ միասին, այ ինչ դժվարություններ եղան։ Շատ հիմա որ հիշում եմ, ժպիտով եմ հիշում, բայց այդ ընթացքում դժվար էր, շատ պատասխանատու էր, նոր էր այդ ամենը, որովհետև երբ դու դերասան ես, մտածում ես միայն քո դերի մասին եւ քո պարտականությունը դա է, ես այդ յետին պլանի աշխատանքը մնացած ամեն ինչը մի ուրիշ աշխարհ է։ Կադրից դուրս աշխատանքը, իհարկե 90%-ը Աշոտի ուսերին էր այդ ամենը, բայց շատ տարբեր Սոֆիա եւ Աշոտ իրար հանդիպեցին նկարահանման հրապարակում, երբ արդեն նա շատ խստապահանջ ռեժիսոր եւ պրոդյուսեր էր, իսկ ես դերասանուհուն իմ նույն նախկին դերի մեջ է եւ ոչ մի կերպ չէի կարողանում ընկալել այդ ներվը, լարվածությունը, պահանջները, որովհետև նա ինձ համար տարիներ շարունակ զուգընկեր էր եւ սիրային զուգընկեր, այսպես ասեմ, մենք միայն խաղում ենք, առնչվում ենք իրար հետ նկարահանման հրապարակում, այդպիսի կոնֆլիկտի պատճառներ չեն լինում, բայց երբ արդեն ուրիշ վիճակ է լինում, երբ դու պետք է արագ կողմնորոշվես, իսկ ես էլ հեշտ համաձայնողներից չեմ, այսպես ասեմ, եթե ինչ-որ մի բան նախորդ չեմ քննարկել, չենք հասկացել, բայց պահիտակ կորում է ամուսին եւ դերասան այդ սահմանը եւ պարզապես քեզ ասում են, այսպես սա ուրեմն այսպես արա, մի խոսքով եւ շատ ծիծաղելի եւ ոչ ծիծաղելի իրավիճակներ էին առաջին նախագծի ժամանակ, բայց ես կարծում եմ, որ ցանկացած նորություն եւ ցանկացած կրիզիս, այսպես ասեմ, դա նոր աճի մի քայլ առաջ է եւ առանց դրա անհնարին է, առանց դրա ուղղակի լճացում կլինի եւ հարաբերությունների մեջ եւ գործնական եւ անձնական ամենտեղ։ Այնուամենայնիվ, որպես դերասանուհի դու այսօր քեզ բավարարված ես գում այնինչ անում ես, քեզ բավարարում է, որովհետև դու մի շրջան թոփ դերասանուհիների մեջ ես եւ հետո պասիվացար ու հիմա դուք ունեք իհարկե ձեր նախագծերը, դու զբաղվում ես քո մասնագիտությամբ, բայց որքանով է դա քեզ բավարարում։ Ռոզի ջան, անկեղծ ասեմ, ես երևի ինձ շատ հաջողակ եմ համարում այդ առումով, որովհետև նախ ես երբեք իմ առաջ չեմ եղել այդ առումով շատ ամբիցիոզ եւ չեմ ունեցել մեծ
երազանքներ ինչ որ դերեր խաղալու, որովհետև իմ գիտությամբ ի սկզբանե դերասանուհի չեմ եւ չեմ այդպիսի երազանքներ չեմ ունեցել եւ այն ճանապարհը, որ ստեղծվել է եւ հարթվել է ինձ համար արդեն իսկ ինձ համար դա նվեր էր, այսպես ասեմ, չնայած տարված աշխատանքին եւ կատարված տարիների փորձին եւ այլն, բայց այնուամենայնիվ ուրիշ է, երբ դու պլանավորում ես, երազում ես դառնալ դերասանուհի, քո ճանապարհը հարթել եւ ունես քո առջեւ որոշակի դերերի, որոնք ցանկանում ես երազում ես կերտել, ուրիշ է, որ երբեք չես էլ մտածել այդ ուղղությամբ, այսպես ասեմ։ Իսկ դերերի հետ կապված ես նույնիսկ երբեք չեմ երազել կամ ցանկացել գլխավոր դերեր խաղամ։ Այդպես է ստացվել, հիմա թե դա լավ է, թե վատ է, չնայած ամեն ինչը իմ ընտրությամբ է եղել, այնպեսի դեր ես չեմ խաղացել կամ պրոյեկտում չեմ եղել, որը իմ սրտով չի եղել։ Իսկ հետո եկավ մի շրջան, երբ արդեն կյանքը իրենը թելադրում է, այսպես ասեմ, երբեք չի եղել, որ ես կուզենայի ավելին բարձր կետում լինել, բայց ինձ չի հաջողել ու ես դրանից ընկճվեի։ Հետո եկավ արդեն ամուսնական շրջանը, հետո բալիկի շրջանը եւ ինքս մի քիչ ուրիշ տեղից ռեալիզացվում նաեւ։ Այսպես։ Եվ քանի որ թատրոնի մարդ չեմ ես, կարողա դա ավելի վերաբերում է թատրոնի դերասաններին, այդ հոգեպես բավարարվածության, այո, հոգեպես։ Իսկ այս սերիալային ռիթմը եւ հեռուստատեսայինը ինձ ես միշտ եմ ասել, որ դա առանց սիրելու չես կարող անել եւ ես իսկապես սիրում եմ այդ աշխատանքը, չնայած շատերի համար կարող է սերիալային գործունեությունը հակառակը վանող լինի եւ մտածեն, որ չէ, ամեն ինչ վերջին տեղը կլինի սերիալում, որ կնկարվեմ, բայց ես իրոք շատ եմ սիրում, որովհետեւ առանց դրա չեմ էլ պատկերացնում, կարծես դա արդեն կյանքի սովորական ձև դարձած լինի։ Դու շատ ես հերոսուհիների մարմնավորել եւ այդպես սերնդափոխություն է, չէ՞, միշտ լինում ինչ որ տարիքից հետո այդ սիրային հերոսուհիներին մենք այլևս չենք մարմնավորում, գալիս է նոր սերունդ, այ հետևում ես, թեկուզ Շանթ հերոստալիքով կամ մեկ այլ հերոստալիքով, ովքեր են գալիս, այսպես ասած, նաեւ քեզ փոխարինելու, այդ սիրային զույգերը, հերոսուհիները ինչպիսին են։ Սրան հետևում ես ու գնահատական տալիս ես որևէ։ Այո, հետևում եմ միշտ, որ տեսնեմ ինչ է կատարվում եւ իրոք հետաքրքիր է։ Ի տարբերություն շատերի, որ գտնում են, որ չկան լավ կադրեր, արդեն ամեն ինչ գնում է դեպի վատը եւ այլն, ես այդպես չեմ կարծում, որովհետեւ միշտ կլինեն լավերը, պարզապես դժվար է գտնել, նկատել եւ պետք է դժվար է բացել, իդեպ աշխատանք տանել, որովհետեւ շատ հաճախ ուզում են, որ պատրաստի կադր լինի, տենց վերցնեն եւ սերիալային ռիթմի մեջ ժամանակ չկա աշխատելու, տենց միանգամից ամեն ինչ լավ լինի ու ստացվի, բայց հաճախ այդպես չի լինում։ Միայն արտաքինը չէ, որ պետք է համապատասխանի, նաեւ պետք է որոշակի աշխատանք տարվի ռեժիսորի կողմից եւ թիմի կողմից, բայց կան, իհարկե հիմա շատ համապատասխան լավ դեմքեր կան։ Մեր սերիալն էլ հիմա ավելի պատանեկան է դպրոցական տարիների եւ ես շատ ուրախանում եմ ու շատ հավեսով աշխատում ենք միասին այդ նոր սերնդի հետ։ Ես գիտեմ, որ Աշոտը բավականին խանդոտ է ու այն որ դու այլ նախագծերից, այլ պրոդաքշններից չունես առաջարկներ, գուցե պատճառներից մեկը դա նաեւ այն է, որ ինքը արգելում է ուրիշ տեղ աշխատել, թե ամեն դեպքում խանդոտ է, բայց արգելքներ չկան։ Չէ, Ռոզի ջան, գիտեք, ժամանակին երկուսս էլ շատ խանդոտ էինք, հիմա ավելի հասուն տեսանկյունից ենք նայում, չնայած այնպես չի, որ լրիվ վերացել է այդ խանդը, բայց մի քիչ ձևափոխվել է։ Երկրորդը այլ պրոդաքշններից առաջարկները գեղարվեստական ֆիլմերից են առաջարկներ եղել, ես ինքս եմ հրաժարվել, որովհետև եթե նույնիսկ Աշոտը չլիներ իմ կյանքում, ես հարկ չեմ համարել ինձ ռեալիզացնելու որպես դերասանուհի, այս կոպիտ ասած իմ տեղը հարթելու բաց տեսարանների շնորհիվ։ Իսկ եթե այդ վտանգը կա, եթե դու թատրոնի դերասանուհի չես եւ այն կարծրատիպը կա մի քիչ քո հետ կապված, որ քո գեղեցիկ աչքերի համար են կոպիտ ասած վերցրել եւ քեզ նկարում մի հատ էլ բաց տեսարանում նկարվես,
դա սխալ տեղ էր տանելու Իսկ առաջարկները միայն այդտեղ էին, հա, միայն բաց տեսարաններով դերեր էին։ Ոչ, միայն բաց տեսարանները չէր, բայց նույնիսկ լուրջ ռեժիսորների կողմից դա պարտադիր պահանջ, այսպես ասեմ, պրոյեկտը իրանից պահանջում էր։ Եվ եթե ես չունենայի այդ մտավախությունը, եւ ելի եմ ասում, եթե ես ունենայի հենց թատերականի եւ դերասանուհու անցած ուղի եւ այդ դրվածքը, որ դերասանուհին ցանկացած տեսարան պետք է խաղա, այդ դա նորմալ է եւ այլն, եւ ես չվախենայի այդ կարծրատիպից, որ կարող է գար եւ կոպիտ ասած քեզ դիտարկեն միայն այդպես աղջիկ է, որ տենց այդ դերերի համար է, իսկ ինչպես գիտենք Հայաստանը միևնույն է շատ կարծրատիպային է, ցավոք սրտի շատերը հենց այդպես էլ ընկալելու էին, հատկապես նախնական շրջանում։ Ինչ խոսք շատ հեշտ կլիներ ամեն ինչ, եթե համաձայնեի, վստահաբար հեշտ կլիներ եւ համբույրի տեսարանները եւ բաց տեսարանների հետ կապված, բայց վստահ եմ, որ հետո դա չարաշահվելու էր։ Բայց այսօր կարծրատիպերը փոքր-ինչ մեղմվել են իմ կարծիքով, որովհետև արդեն հեռուստադիտողը նույնպես հա փոխվել է, ավելի կրթվել է եւ շատերը 10-15 տարի առաջ համբույրի տեսարանին նայում էին վաու, այսօր շատ ավելի մեղմ են մոտենում այդ հարցին եւ այսօր շատ նաեւ չեն տարանջատում թատրոնի դերասանուհուն, կրթություն ստացած դերասանուհուն եւ չստացած դերասանուհուն, եթե դերասանուհին լավն է եւ համոզիչ է, մի տեսակ դա արդեն ավելի երկրորդ պլան է մղվել եւ կարծում եմ այսօր ինչ-ինչ փոփոխություն կա, չէ, ամեն դեպքում։ Հիմա երևի թե երբ որ արդեն դու անցած ուղի ունես եւ այլևս ապացուցելու կարիք չունես եւ միայն դրա շնորհիվ ուղի հարթելու տեսանկյունից նկատի ունեմ, երևի թե այո, եւ որակն է փոխվել իրոք եւ համացանցն է շատ բան փոխել մարդկանց հայացքներում, տարբեր միջազգային պրոյեկտներ դիտելուց հետո այս պահի դրությամբ չկա ամեն դեպքում առաջարկ ոչ բաց տեսարանի հետ կապած ոչ էլ եւ շատ հաճախ լինում է որ հենց արտաքինն էլ խանգարում է որովհետեւ ավելի ազգային հայկական դիմագծերով հայկական ֆիլմերի հետ կապված եւ այդքան նկարահանումներն էլ շատ չեն կարծես այսպես ասեմ ամեն դեպքում երուզերը հայկական կինո ինդուստրիայում մեծ չէ Ես էլ ներգրաված եմ մեր պրոյեկտների մեջ եւ շատ ճիշտ ասած տեղյակ չեմ թե այլ փառատոնային ֆիլմերի հետ կապված, չգիտեմ, կամ գեղարվեստական կինոների աշխարհում ինչ է կատարվում, փորձում եմ հետևել, բայց ոչ ամբողջությամբ։ Նաեւ ժամանակը երբեմն թույլ չի տալիս, որտեվ ինքդ այդ ընթացքում աշխատում ես, նկարանման հրապարակում ես, գումարած բալիկը։ Բալիկին ասացի անդառնանք մի փոքր քո եւ Աշոտի փոխհարաբերություններին ես հարցազրույցներից մեկում լսել եմ թե ինչն է Աշոտի մեջ քեզ գրավել եւ ինչպես դու համաձայնեցիր հանդիպելներ այդ ինչպես սիրտդ հա գրավեց ինձ հետաքրքիր է քո որ հատկությունն է գրավել նրան եթե երբևէ խոստովանել է դրա մասին Դե երևի ավելի ճիշտ կլինի որ նա պատասխանի այդ հարցի Զանգենք ես Աշոտին Բայց որքան ես գիտեմ, ինչը որ բարձրաձայնել է, դա իրեն եմ ցիտում հիմա։ Մարդկային տեսակն է իմ։ Հումորի զգացումը ինքը շատ ավելի ծանր է եւ լուրջ է, ես իր կյանքը մի քիչ բան թեթևացնում եմ, չէ՞, եւ թեթևացրել։ Մնացածն էլ արդեն առիթի դեպքում նա կնշի։ Իր փոխարեն չեմ կարող ասել։ Իսկ ինչ է սովորել նրանից այսքան տարիներ ապրելով նրա կողքին եւ ինչ է ինքը քեզնից սովորել։ Նրանից միանշանակ ամենաառաջինը սովորել եմ համբերատարություն եւ ավելի կշռադատված լինել։ Նա ինձանից երևի կյանքին նայել ավելի գունավոր ակնոցով։ Ավելի թեթև։ Ավելի թեթև։ Մարդկանց վստահել ավելի խիստ չդատել երևի թե չգիտեմ հիմա իմ անունից եմ խոսում իսկ խիստ ամուսին է ինքը
Որպես ամուսին կենցաղի մեջ հարաբերությունների մեջ ոչ, բայց իր տեսակով մաքսիմալիստ է։ Իսկ հետաքրքիր երեխայի դաստիարակության մեջ ավելի մեծ լումա ունես դու, թե Աշոտը, եւ կա արդյոք ինչ-որ որդեգրած մեթոդ, որ այս մեթոդով պետք է դաստիարակենք մեր երեխային, նախապես պայմանավորված ինչ-որ բան, թե ոչ, ամեն դեպքում չի լինում դա նախորոք պլանավորել։ Ճիշտ կլինի նախորոք պլանավորել, այսպես ասեմ, եւ մենք չնայած հասուն տարիքում արդեն Միքայելին ունենալով միևնույն է շատ խնդիրների առաջ են կանգնել, բայց այնուամենայնիվ մեզ օգնում է այն, որ երկուսս էլ նույն աշխարհայացքը ունենք եւ նույն սկզբունքները, այդ իսկ պատճառով կարևոր տարաձայնություններ այդպես չկան եւ համակարծիք ենք հիմնական հարցերի շուրջ, խնդիրները ավելի մանր կենցաղային են, այսպես ասեմ, որպես հայր շատ ուշադիր է եւ իր տեսակով է նա առհասարակ գեր ուշադիր անձնավորություն եւ այնպիսի բաներ կարող է նկատել տեսնել, որ ես կարող եմ չտեսնեմ։ Այդ առումով իհարկե շատ է բախտս բերել, որովհետև ես հանգիստ կարող եմ թողնել հայրիկի հետ նույնիսկ այն նորածնային շրջանում, երբ շատ մայրիկներ կարող է չվստահեն կամ անհանգստանան, որ ամեն դեպքում տղամարդը ինչ որ հարցերում կարող է թերանան, ես միշտ շատ հանգիստ եմ եղել այդ առումով։ Ինչու են այսօր շատ ընտանիքներ կազմալուծվում եւ այսօր կարծես թե դա շատ մոդայիկ է դարձել, նաեւ այս հարցը տալիս եմ քեզ, որովհետեւ դու ինքդ մեկ անգամ ամուսնալուծվել ես, բայց այսօր հատկապես, հա, վերջին մի քանի տարում դա կարծես թե ցավոք շատ նորաձև է դարձել, նորաձև ճակերտավորացված։ Սա շատ գլոբալ հարց է։ Ես որպես կին բնականաբար կնոջ տեսանկյունից կարող եմ պատասխանել։ Ես ինքս էլ երկար մտածել եմ, տեսնես որն է, շատերը մեղադրում են կանանց, որ կանայք արդեն դարձել են շատ ինքնուրույն, կանացիությունը կորցրել են, դրա պատճառով տղամարդիկ են թուլացել, բայց իմ կանացի տեսանկյունից ես չեմ գտնում, որ կանայք երբեք կինը ուժեղ չի դառնա ուժեղ տղամարդու կողքին։ Այսինքն ես գտնում եմ, որ պարզապես երբեմն նաև կինը ստիպված է ուժեղ դառնում։ Այո, կինը դառնում է այդպիսին։ Ես միանշանակ կարծում եմ, որ կինը ամուսնու հայելին է։ Իր անձնային տեսակի եւ եսի մասին չեմ խոսում, այլ վերաբերմունքի եւ այսինքն փոխադարձ տալիս է այն, ինչ ստանում է, հաստատ ավելի պակաս չի տա երբեք ոչ մի կին։ Եթե եռապատիկը չտա, հաստատ պակաս չի տա։ Պարզապես ցավոք սրտի երևի տասնամյակներ շարունակ ինչ որ մի պահից սխալ է գնացել տղամարդկանց կին տղամարդ պարտականությունների մեջ։ Ես սենց մի քանի օր առաջ էինք էլի աղջիկներով երկար զրուցում այս թեմայի շուրջ եւ ես կարծես իմ մեջ գտա այդ հարցի պատասխանը, երբ ամեն ինչ թարս սենց շրջվեց, կարծում եմ այն պահից, երբ այլևս փոխվեցին կին տղամարդ դերերը, երբ տղամարդը որսորդներ, իսկ կինը ավտոմատ պարզապես սերունդ տվող է, այսինքն այդ ժամանակաշրջանից էվոլյուցիա տեղի ունեցավ եւ կինը այլևս միայն ռեպրոդուկտիվ չեր մարմին չեր հանդիսանում որպես սերունդը շարունակող, տղամարդն էլ պարզապես որս բերող։ Այսինքն գիտակցությունը, բանականությունը մարդու զարգացավ, էվոլյուցիա տեղի ունեցավ, մարդը քաղաքակրթվեց, կինը քաղաքակրթվեց, այն պահից, որ սկսեց կինն էլ աշխատել եւ համարել, որ կինն էլ ունի բանականություն, գիտակցություն եւ դեր այս աշխարհում որևիցե մի բան փոխելու բացի սերունդ տալուց, այդտեղից այդ բախումը եղավ, այսինքն կենցաղային պարտականությունները մնացին միայն կնոջ վրա, կինը շարունակում է նույն ձև երեխա ունենալ, այդ հոգսը մնալ կնոջ վրա, տղամարդը մնաց հին իր մի դերի մեջ, այսինքն եղավ այդ կոպիտ ասած տուն հաց բերողի դերի մեջ, բայց մոռանում եմ, որ արդեն շատ վաղուց կինն էլ է արդեն նաև այդ դերի մեջ, որսանողը, եւ նա հավասարապես հոգնում է եւ դրսում եւ տանը, այսինքն ոչ մի հանգստանալու տեղ չի ունենում։ Եվ եթե նույնիսկ վերցնենք պարզապես
ֆիզիկական տվյալներով, ես էլ չեմ խորանում հոգեբանության մեջ։ Ոչ մի մարդ երկար այդ ծանրաբեռնվածությանը երկար չի դիմանա, այսինքն նյարդերը ի վերջո տեղի են տալիս։ Հենց այդ նյարդային ֆոնը շատ երբ բարձրանում է, երբ մարդը ֆիզիկապես հոգնում է, շատ տարական օրինակ բերեմ, եթե երկար ժամանակ արձակուրդ չգնա, մարդ կամ մի քանի օր չքնի, ցանկացած տղամարդու ես միշտ այս օրինակը բերում եմ, ցանկացած երբ նույնիսկ ընկերներով խոսում ենք, ամուսիններով, ասենց բանավեճակ գնում, ասում եմ դե փորձեք դուք մի շաբաթ մի քնեք։ Մարդ երբ մի շաբաթ չքնի, արդեն այնքան փոփոխություններ է իր մոտ տեղի ունենում եւ հորմոնալ եւ ստրեսային ֆոնն է բարձրանում, կորտիզոլ, չգիտեմ, ինչ տարբեր տերմիններ կարող եմ բերել, որ քո անձը կարծես փոխվում է դրանից։ Հերիք է տղամարդը մի քանի ժամ պակաս քնի, արդեն իրեն կարելի է բորբոքվել եւ այլն եւ այլն։ Եվ այդ անարդարությունից կարծում եմ, հենց այդ ակունքները տեսնում եմ այդտեղ, որ կինը սկսեց աշխատել, բայց պարտականությունները չկիսվեցին։ Եվ այդ անարդարության գցեց իրեն կրակը, ինքը անում է եւ այն ինչ որ առաջ եւ հիմա ուրիշ բան։ Անարդարության զգացումից գալիս է հասնում է մի կետ, որ կինը արդեն ասում է ես էլ համաձայն չեմ այսպես։ Մտածում է, բայց ինչու, ես մի կյանք եմ ապրում, ինչի համար։ Այդ վտանգավորը այդ կետն է, երբ կինը գալիս է հասնում է այդ, բայց ինչի համար, պետք է տղամարդը չհասցնի այդ կետին։ Բայց կան ընտանիքներ, որտեղ ամեն դեպքում տղամարդը ինչ կենցաղային հարցեր կիսում է կնոջ հետ, հա, եւ այդ ծայրահեղ նվեր։ Գուցե այդ ծայրահեղ կարծրատիպը չի պահում, հա, որ ես պետք է անպայման գործից հետո գամ տուն, նստեմ բազմոցին եւ ոչինչ չանեմ այլևս, որովհետեւ դրսում ինչ պետք էր արել եմ, բայց ամեն դեպքում միևնույն է, այդպիսի զույգերի դեպքում էլ է լինում ամուսնալուծության հարցեր։ Դե իհարկե ես հիմա չեմ միանշանակ խնդիրը տղամարդկանց մեջ չէ, ես էլի սկզբում էլ նշեցի, ես խոսում եմ հիմա որպես մի քիչ ֆեմինիստ կա, այսպես ասեմ, իսկ ցանկացած կին երևի մայրանալուց հետո միևնույն է դա իր մեջ արտանում է մի որոշ ժամանակահատվածով, որովհետև բնությունը շատ մեծ պարտականություն է դրել կնոջ ուսերին։ Բայց իհարկե զույգի մեջ, հարաբերությունների մեջ ամեն ինչ փոխադարձ է եւ դա համատեղ աշխատանք է, միայն տղամարդու մեջ չէ խնդիրը, դա փոխադարձ է եւ հիմա քանի որ ինֆորմացիայի ժամանակաշրջանում ենք ապրում, բայց ամեն ինչ շատ կծկտուր ինֆորմացիա է, այդքան չեն խորանում տեսնելով թե ինչ է նշանակում այդ առողջ էգոիզմը, սահմաններ պահելը, լիչնայի գրանիցա ասվածը, անձնային սահմաններ, առանց երկար բարակ խորանալու համարում են, որ դու հատեցիր իմ անձնային սահմանը, վերջ ես այլևս չեմ հանդուրժում եւ երևի մի քիչ ավելի հեշտ են այդ քայլին գնում։ Անպատասխանատու քայլին։ Դու առաջին մասնագիտությամբ հոգեբան ես, ինձ հետաքրքիր է հոգեբան լինելը, քեզ որքանով է օգնում տանը քո կենցաղի մեջ, թեկուզ եւ քո հարաբերությունների մեջ ամուսնու հետ։ Կարծում եմ ամենտեղ է ինձ օգնում։ Եվ հոգեբանությունը իմ դիտարկմամբ հիմա այս տեխնոլոգիայի ժամանակաշրջանում հավասարապես աճել զարգացել է, որպեսզի այդ բալանսը պահվի։ Հակառակ դեպքում պարզապես մարդիկ կխելագարվեն այս ռոբոտացման եւ համակարգչային ժամանակաշրջանում, նաեւ երևի դուք էլ նկատած կլինեք, ինչքան է ակտուալ դարձել հոգեբանությունը, թեկուզ դա լինի տրեյնինգների կամ քոչերի կամ նույնիսկ յոգան կամ աստրոլոգիան եւ այն ինչ որ հոգեվորի հետ է կապված, շատ է սկսել մարդկանց հետաքրքրել եւ ձգել, որովհետեւ դա է մարդու բնությունը։ Քանի կա մարդը, նա միևնույն է շարունակել է ուսումնասիրել առաջին հերթին ինքը իրեն եւ կյանքը, առանց դրա իրոք կդառնանք ռոբոտ։ Մենք խոսեցինք ամուսնալուծության մասին եւ ինձ հետաքրքիր է, երբ դու երկրորդ անգամ ես որոշում կայացնում ամուսնանալ, այն էլ դերասանի հետ։ Չկար արդյոք վախ երկրորդ անգամ այդ որոշումը կայացնելուց առաջ։ Եթե Աշոտը չլիներ, հաստատ կլիներ վախ, բայց նա այնպիսի հաստատուն մարդ է եւ ինքը իրանով
ես ասում եմ, եթե նա իմ կողքին չլիներ, ես կարող է այդպես իմ բնույթով sense մոլորված, չկողմնորոշված, մի քիչ կյանքում ավելի ուշ հասնեի այն ամենին, ինչին որ հիմա իր կողքին գտնվելով եկել եմ այս գիտակցությանը, որովհետև իր կողքին շատ ապահով է եւ ես հանգիստ եմ իր հետ։ Այդ հանգստության զգացողությունն է, որ նա ինձ տալիս է եւ այդ իսկ պատճառով չկար մտավախություն։ 101% վստահություն էր կարելի ասել։ Ահա, եւ հետո երբ այդ էմոցիաների մեջ ես, կարող է հիմա այս տարիքում արդեն կամ ինչքան մեծանում ես, բանականությունը, գիտակցությունն է ավելի քեզ ուղղորդում, ոչ թե էմոցիաները, ավելի երկար մտածեի, բայց այն ժամանակ երբ սիրահարված ես էմոցիաներն են եւ այլն, դա է ուղղորդում, բայց ես ամոզվել եմ, որ ամեն դեպքում այդպես ավելի ճիշտ է։ Բանականությամբ կարող է լինի ճիշտ, բայց ճիշտը դեռ չի նշանակում երջանիկ։ Միանշանակ։ Եվ վերջին հարցս, որ բոլոր հյուրերիս եմ տալիս, Սոֆիա Պողոսյանը ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Իմունիտետ։ Երևի անարդարության, իրոք դա ինձ շատ է հունից հանում եւ խոցում, ցանկացած տեսակի անարդարություն։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք իմ տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։